Գողությունն ի հայտ է գալիս հետևյալ պատճառներով. Նախ վատ դաստիարակությունից, երբ մարդիկ վաղ հասակից Աստծո երկյուղով չեն կրթվում և մեծանում են առանց օգտակար մասնագիտություն կամ արհեստ ձեռք բերելու, ապա ծլությունից, ցոփությունից, աննպատակ ապրելու ցանկությունից և անշուշտ ագահությունից և ընչասիրությունից։ Այս չարիքից ձերբազատվելու համար պետք է նախ զղջալ արածի համար, խոստովանել և գողացածը վերադարձնել կամ ինչ-որ ձևով փոխհատուցել Տիրոջը։ Խելացի մարդկանց ամենամեծ սխալն այն է, որ նրանք կարծում են, որ մյուսներն էլ խիղճ ունեն։ Նրանք հավատում են, որ եթե իրենք չեն դավաճանի, ուրեմն իրենց էլ չեն դավաճանի։ Եթե իրենք ազնիվ են, ուրեմն իրենց էլ չեն խաբի։ Եթե իրենք օգնում են, ուրեմն իրենց էլ կօգնեն։ Բայց աշխարհը այդպես չի գործում։ Մարդկանց մի մասը ապրում են այն սկզբունքով, որ եթե շահավետ է, վերցնում են, եթե ոչ, թողնում են։ Եվ այդտեղ խիղճ ընդհանրապես չկա։ Եվ ահա հենց այդ պատճառով էլ խելացի մարդիկ ամենից հաճախ են ստանում ամենաուժեղ հարվածները, որովհետև նրանք չեն կարողանում երկար հավատալ մեկ պարզ բանի։ Բոլորը չեն, որ խաղում են նույն խաղի կանոններով, որով խաղում ես դու։